Վերադառնալով հարցին կապված Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցությանը, բնականաբար խնդիրը պետք է դիտարկենք հայ-ֆրանսիական բազմավոլորտ, բազմաշերտ հարաբերությունների համատեքստում։ Արդեն բազմիցս նշվեց, որ հայ-ֆրանսիական հարաբերությունները ունեն պատմական, մեծ, այսպես հետագից, հիմնված ընդհանուր արժեքների վրա, պատմական ամուր կապերի վրա։ Այսօր Հայաստանը և Ֆրանսիան որպես պետություններ ունեն կայուն առանձնաշնորհյալ հատուկ հարաբերություններ, որոնք նաև ներգրավված են արդեն ռազմավարական նշանակության ոլորտներում, ինչպիսին է պաշտպանությունը, տնտեսությունը, ենթակառուցվածքները և հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրում գրեթե ամեն օր։ Նշվեց արդեն, որ մի շաբաթ առաջ Հայաստանում էր Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը և բավականաչափ հետաքրքիր և արդյունավետ այց տեղի ունեցավ, ստորագրվեցին մի քանի փաստաթուղթեր և անդրադարձ կատարվեց նաև ապակենտրոնացված համագործակցությանը։ Հայաստան-Ֆրանսիա հարաբերություններում միջկառավարական, միջխորհրդարանական, հասարակական, մշակութային և այլն կարևորագույն դեր է խաղում նաև ապակենտրոնացված համագործակցությունը, որը սկսվել է մեր հանրապետության անկախացումից ծնունդից ի վեր։ Ունենք բազմաթիվ արդեն նշվեցին գործընկերություններ, քույր քաղաքներ և օրեցօր այս համագործակցությունը զարգանում է։ Ապակենտրոնացված համագործակցությունը, չնայած Հայաստանը և Ֆրանսիան ունիտար պետություններ են այսպես կառուցվածքի տեսակետից, բայց այն հնարավոր է դառնում նաև միջազգային հարաբերությունների ժողովրդավարացման հետ զուգընթաց, երբ որ միջպետական, այսպես տրադիցիոն հարաբերությունների կողքին ձևավորվում են նաև համայնքների միջև հարաբերությունները, ի լրացումն միջկառավարական հարաբերությունների։ Սա մի նոր ոլորտ է, որտեղ հնարավոր է դառնում նպաստել երկրների տարածքների կայուն զարգացմանը, բերել միջազգային համերաշխություն և նպաստել համայնքային զարգացումներին։ Հիմա կոնկրետ ձեր հարցը, թե ինչ նշանակություն ունի ռազմավարական հարաբերությունների տեսակետից, բնականաբար Հայաստանի համար ապակենտրոնացված համագործակցությունը Ֆրանսիայի հետ ունի ռազմավարական բնույթ և կբերեմ ես մոտավորապես 5 փաստարկ, թե ինչու է այդպես։ Առաջի հերթին այս համագործակցությունը նպաստում է մեր անվտանգությանը։ Տեսեք, Հայաստանի հիմնական մարզերը, այսպես Սյունիքը, Վայոց ձորը, Գեղարքունիքը, Տավուշը, հիմնական նկատի ունեն, որոնք ներգրաված են համագործակցության մեջ, սահմանամերձ են և բավականաչափ ունեն խոցելիություն։ Եվ այսօր մենք Սյունիքի մարզում ենք և այս միջոցառման կազմակերպում հենց այստեղ, սա սիմվոլիկ է նաև խորհրդանշանական մեր աջակցությունը, ֆրանսիական կողմի աջակցությունը Սյունիքի դիմակայունությանը և Հայաստանի ընդհանրապես անվտանգության խնդիրներին։